Պարզապես հպանցիկ, ինչպես խոսքի սկզբում ասացի, Չարիկն ասել է, որ երկրում կադրեր չկան, պետական ապարատում աշխատելու համար։ Չափազանց ուրախալի է, որ ճշմարտության մասին կարողանում է խոսել, առաջին անգամ երևի կամ երկրորդ անգամ լինելով։ Այո, դու էլ այն կադրը չես, որ վերջապես ինքնախոստովանություն ունեցել ես ասելու, որ ոչ միայն կադրը չես, այլև չարիք բերող կադրն ես, բայց անդրադարձիր մի ուրիշ բանի։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ պետական ապարատում ամբողջության մեջ համակարգում բազմաթիվ թափուր հաստիկներ կան, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, բազմաթիվ թափուր հաստիկներ կան։ Եվ ուրախ եմ, որ մարդիկ ոչ թե աշխատավարձի, որը բավականին բարձր աշխատավարձի պատճառով, այլ չեն ուզում համագործակցել այս չարիքի հետ։ Մեր վկայությունները այդպիսին են։ Մարդիկ հրաժարվում են, դուրս են գալիս տարբեր համակարգերից, որովհետև հասկանում են, որ նրանք մեղսակից, հանցակից եւ արյունապարտ են դառնում, չեն ուզում համագործակցել, եւ այս շղթան պետք է մեծանա, չհամագործակցելու շղթան պետք է մեր երկրում մեծանա, փոքր կամ մեծ պաշտոններ կամ այլ առաջարկների դեպքում էլ։ Երեք են հենց մարդիկ հանդիպել ասելով, որ այո, չենք ուզում համագործակցել, չենք ցանկացել եւ չենք էլ ուզում, անկախ նրանից թե ինչ առաջարկ, ինչ գայթակղիչ առաջարկներ են մեզ արել, հասկանալով թե ինչ պատահեց այն նախարարներ եւ այլն իրենց падգամավորներին, ինչպես այս չարիքը դարձրեց իրեն մեղսակից, հանցակից, արյունապարտ, աղետապարտ եւ դեն նետեց։ Եվ հիմա ինչ են նրանք մերժված բոլորից եւ դատապարտված չարիքից։ Ինչ արժեք ունի։ Մենք ամիսներով, օրերով սրա մասին ենք խոսել, որ մի դարձեք գերի, ոչ մի գայթակղություն թող ավելին չլինի, քան ձեր անձը, կշահեք ամեն ինչ, ինչպես ասում են, միգուցե, բայց կորցնեք ձեզ։ Եվ այո, ուրախ եմ արձանագրել, որ մարդիկ հասել են այդ գիտակցության, որոնք չեն ցանկանում քեզ հետ, ձեզ հետ աշխատել ուղղակի, արյունակից լինել, ոչ միայն աշխատել, արյունապարտ լինել, ներողություն, հանցակից լինել, մեղսակից լինել, մեղքի տակ ապրել, գիտակցելով ամեն օր թե ինչ աղետի մասնակից են իրենք, եւ վերջում էլ դեն շպրտվել, ուղղակի դեն նետվել եւ բարձրապես դառնալ ծաղրի եւ պախարակման եւ անարգանքի առարկա։ Թե չէ մեր երկրում կադրը շատ կան, չափազանց շատ կան։ Եվ ոչ միայն մեր երկրում, նրա սահմաններից էլ դուրս։ Մարդիկ, ովքեր պատրաստական են, այո, ստանձնելու տարբեր պատասխանատվություններ։ Այս օրերը մենք բազմաթիվ մարդկանց գիտակից, կարող, հմուտ մարդկանց հետ հանդիպումները դրա մասին են վկայել, այս ամբողջ տարվա ընթացքին։ Ինչպիսի հնարավորություն է, եւ ես միշտ հարց եմ տվել, ինչից է, որ մենք այսքան կարողականություն, այսքան գիտելիք, հմտություն, սիրտ, հոգի, հայրենիք ունեցող մարդիկ ունենք, նվիրյալներ, եւ այսքան թշվառ վիճակում են գտնվում։ Դրա պարագան մեկն է, որ պետությունը որպես այդպիսին, որը ղեկավարում է այս չարիքը, ոչ օրակարգ ունի, ոչ նպատակ ունի, ոչ էլ ուղղություն ունի, այլ հակառակը ամբողջությամբ ոչ միայն չունի, այլև ամբողջությամբ լծված է հակառակը մեջ, անընդհատ քանդելու եւ քանդելու մարդկանց կյանքը թե անհատական հարաբերությունների վրա եւ թե հավաքական մեծ իմաստով վերածելու աղետի։ Այո, սիրելի ժողովուրդ, չեմ ձանձրանալու կրկնել, ես գիտեմ ձեր սպասումները, ձեր մտան փողոցում մոտենում եք, ամենուր մոտենում եք, ուրախ եմ դա արձանագրելու համար, որ տարբեր քայլի, մենք տարբեր տեղերում ենք լինում, շրջում ենք, պարզապես անցնում ենք մարդկանց միջով, փոքրը, մեծը, երիտասարդը, այն երիտասարդները, այն տարեցները, ովքեր չեն զլանում, մոտենալու, ժպտալու, բարևելու եւ ասելու, որ սպասում ենք։ Այո, այդ հույսի զգացումը մեր մեջ չի դադարելու եւ չպիտի դադարի եւ այն ճիշտ ժամանակին պիտի գործադրվի, որով մենք միասին կնքելու ենք մեր այդքան բաղձալի հաղթանակը, որով մենք ուրանալու ենք մեր անձերը,
կորցնելու ենք մեր անձերը այն շահելու համար եւ վերցրած մեր խաչը ընթանալու ենք դեպի հաղթանակ եւ այդ օրերը ինչպես ասել եմ չեն ուշանալու համբերությամբ զինվեք հավատքով ամրացեք մեր ձեռքում է ժամանակն էլ է մեր ձեռքում ճիշտ ժամանակն էլ է մեր ձեռքում ամեն ինչ մեր ձեռքում է ամեն մարդ թող ինքն իր տեղում այդ նույն գործը կատարի եւ ամեն մարդ ոչ թե խոսի միայն սրանց բերած աղետի մասին այլ խոսի իր անելիք պատրաստակամության եւ իր հանձնառության մասին եւ կտեսնեք կանցնեն այս օրերը խորշակի պես կանցնեն ծաղիկի պես կանցնեն եւ այս դժվարությունները մեզ համար վաղը մյուս օր այս տառապանքը վաղը մյուս օր մեզ համար կդառնան ուղղակի այն հերոսության արձանագրումը սխրանքի արձանագրումը որ մենք միասին անցել ենք այս ճանապարհով եւ միասին էլ հաղթել ենք մեր պետության, մեր հայրենիքի, մեր ժամանակների, մեր սերունդների, մեր ներկայի եւ գալիքի համար եւ մեր Աստծո տնօրինության եւ առաջնորդության ներքո։ Զորացեք, մի որևէ կերպով թերամտացեք եւ մենք կոչված ենք մեր անձը կորցնելու, որպեսզի այն շահենք եւ ունենանք ընդհանրական հաղթանակ։